Մեր ժամանակներում դժվար է կենտրոնանալ գրքի վրա, բայց ժամերով կարելի է մնալ հեռախոսի մեջ։ Այս ամենի պատճառը դոֆամինն է, հաճույքի հորմոնը, որը վերահսկում է մեր ընտրությունները։ Նախկինում դոֆամինը օգնում էր մեզ գոյատևել, դրդելով գտնել սնունդ և պայքարել կյանքի համար, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Սնունդը, զվարճանքը, ինֆորմացիան, դոֆամինը հասանելի է ամեն քայլափոխի։ Իսկ շատ ընկերություններ անում են ամեն ինչ, որ դու ցանկանաս նոր չափաբաժին։ Ուղեղն էլ ընտրում է հեշտ տարբերակը դեպի հաճույք։ Մենք ամեն օր բառացիորեն գերհագենում ենք դոֆամինով։ Հեռախոսը միշտ ձեռքներիս տակ է, տանը, աշխատավայրում, ամենտեղ։ Անընդհատ սպառումը բթացնում է մեր ուղեղը։ Սովորական իրադարձությունները այլևս հաճույք չեն պատճառում, իսկ բարդ առաջադրանքները թվում են անհնար։ Բայց ինչ եթե փորձենք վերահսկել այդ ամենը։ Սոցցանցերի փոխարեն գիրք, սերիալների փոխարեն ընկերների հետ հանդիպում։ Ինչքան քիչ եք սպառում դոֆամին առանց ջանքերի, այնքան ավելի շատ եք զգում իսկական կյանքը։ Միացեք 20,000-ից ավել թիմին և զարգացեք ամեն օր։